Սիրելիներս, Աստված օրհնե բոլորիս։ Գիտեք, նոր մի մարդու հետ էի շփվում ու հետաքրքիր է ու այս տիպ մարդիկ ոնց որ շատ կան, ովքեր որ ոչ մի բան չեն անում, միայն աղոթում են ու սպասում են, որ Աստված պետք է դնե մեկի սրտին, որպեսզի բերի մեքենան նվեր տա, կամ չգիտեմ, գումար նվեր տա, տուն նվեր տա, բայց իրաք ոչ մի բան չանեն, ուղղակի նստին ու սպասեն, այսինքն սպասեն, թե Աստված ում սրտին ինչ պետք է դնե, որպեսզի բերեն ու օրհնեն։ Սիրելիներս, գիտեք, դա կոչվում է հոգևոր մուրացկանություն։ Երբ որ դու ոչ մի բան չես անում ու միայն աղոթում ես, ասում, որ Աստված ջան, օրհնե ինձ մեկի միջոցով։ Գիտեք, Աստված ասեց, որ տվել եմ ձեռքեր աշխատելու համար։ Ու Աստված ասեց, որ ես օրհնում եմ աշխատող ձեռքերը։ Ու երկրորդ օրինացի մեջ հետաքրքիր բան կա գրված, ասում է, Աստված տալիս է ուժ ու զորություն, հարստություն վաստակելու։ Գիտեք, նոր այս մարդը ում հետ որ շփվում է, ասում էր, ղեկավարությունը լավը չի, նախկինները լավը չեն, նրանք լավը չեն, ես ոչ մի քաղաքականության մեջ գործ չունիմ ու ոչ մի գնահատականը չեմ տալիս, ուղղակի նրա մտքերն եմ ասում բարձրաձայնած, ու սպասում է, որ պետք է մեկը գա ու ես չգիտեմ, ինքը նստած, պարկած, կշտանա, լավ մեքենա ունենա, լավ տուն ունենա, բայց ինքը ոչ բան չանի։ Գիտեք, ուզում եմ մի բան ասեմ, սիրելիներս, Աստված օրհնում է աշխատող ձեռքերը, սկսե աշխատել։ Եթե միգուցե այսօր քիչ մի փոքր քեզ բան են առաջարկում, առ այս փոքրը, Աստված կբազմապատկե։ Եթե դու մտածում ես, որ դու պետք է պարգես ու մեկը քեզ օրհնի, դա սխալ հայտնություն է ստացել, եղբայր կամ քույր ջան։ Սկսե փոքրի մեջ հավատարիմ եղնելը, Աստված մեծի մեջ կդնե։ Գիտեք, հետաքրքիր մի բան տեղի ունեցավ ավետարանի մեջ, երբ որ բերեցին ու ընտրության առաջ կանգնեցրեցին Հիսուսին ու Բարնաբասին մարդկանց առաջ ու ասեցին ում կընտրեք, Հիսուս թե Բարնաբաս։ Գիտեք, Բարնաբասը ինքը հանցագործ մարդ էր, ով որ բռնվել էր հանցագործության վրա, բայց Հիսուսը ընդհանրապես ոչ մի հանցագործություն չէր արել։ Ուղղակի փարիսեցիները նախանձից ելնելով նրան բռնել էին ու ուզում էին խաչել։ Մեկ անգամ տրվավ մարդկանց ճիշտ որոշում կայացնել ու այս ժամանակ նրանք վրիպեցին, ընտրեցին Բարնաբասին։ Գիտեք, ոչ մեկը ոնց որ մի հատ եկեղեցական հայրերից է ասել է, իրա լավը ոչ մեկին չի տա։ Այսինքն ոչ մեկ իր լավը, իր հարստությունը չի բերել ու քեզ չի տա։ Եթե դու մտածում ես, որ ահա այսինչին կընտրենք ու ամեն ինչ կփոխվի իմ կյանքիս մեջ, սիրելիս դու սխալվում ես։ Փոխիր քո մտածելակերպը ու քո մոտ ամեն բան կստացվի։ Վստահի Աստծուն, սիրե Աստծուն, գնա Աստծո հետևից ու ամեն ինչ լավ կլինի։ Եթե մտածում ես, որ ընտրություններով մի բան կփոխվի ու դու կհարստանաս, դու կսխալվես, որովհետև դու ոչ մեկի սիրտը ծածուկը չգիտես։ Թող Աստված քեզ շատ օրհնի։